Սուրբ Սարգիս եկեղեցում կիրակնօրյա պատարագի մասնակցելուց հետո Նիկոլ Փաշինյանը առայժմ չի հայտնել, թե այս կիրակի որտեղ է պատարագի գնալու։ Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ կարծես թե Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի հիմա էլ Գյումրիում պատարագի մասնակցել։ Շիրակի թեմի քահանաները լուրջ փորձության առաջ են կանգնած։ Որոշ գյումրեցիներ զբաղված են դեկտեմբերի 7-ին պատարագ կազմակերպելու մենեջմենթով, Գյումրիից ահազանգում է Կարապետ Պողոսյանը։ Նա տեղեկացնում է, որ ընդամենը մեկ հոգևորական տեր Ռուբեն Քահանա Մանուկյանն էր համաձայնվել Նիկոլ Փաշինյանի օրակարգով պատարագ մատուցել, սակայն այսօր տեղեկացավ, որ նա ևս հրաժարվել է, հավանաբար գյումրեցիների պարսավանքից խուսափելու համար։ Որևէ տեղ, որևէ եկեղեցում ավակ քահանաները Ռուբենին տեղ չէին տվել, որովհետեւ ինքը գնար պատարագ մատուցել։ Այդ թվում են եկեղեցում, որտեղ ինքը արդեն 10 տարի ավել աշխատում է, Գյումրու Սուրբ Հակոբ Մծվենեցի եկեղեցին է, եւ այնտեղ ավակ քահանա Տեր Վարուժանը, որ բարեվարքով քահանա է, ով միանշանակ իր պատարագներին բազմաթիվ անգամ հնչեցնում է մեր վեհապարի անունը։ Արդյոք որևէ փոխկապակցվածություն ունի տեր Ռուբենը գործող իշխանության հետ, Կարապետ Պողոսյանը նշում է։ Իր սկզբանե մարդկանց դասից էր, որ զոմբի էր։ Պողոսյանը հայտնում է, որ մինչ այս պահն էլ տեր Ռուբենը աջակցում էր գործող իշխանությանը հանձին Նիկոլ Փաշինյանի։ Իրավապաշտպանը իհարկե խուսափում է գնահատական տալուց, բայց այլ բառով էլ նկարագրել չի կարողանում։ Ես իշքան տեղեկացված եմ իր որդին կամ ԱԱԾ-ում է աշխատում, կամ ավելի շուտ ինձ ասեցին ազգային ժողովի ՊՊՑ-ում է։ Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը նախանցած կիրակի պատարագի է մասնակցել Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, որտեղ կարգված տեր Արարատ Քահանա Պողոսյանը հրաժարվել էր պատարագ մատուցել, առանց նշելու Հայրապետի անունը։ Նրան փոխարինեց Սուրբ Երրորդություն եկեղեցու սպասավոր տեր Արարատ Քահանա Օրդոյանը եւ հենց նա էլ պատարագին զեղչեց վեհափար Հայրապետի անունը։